Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, մեր հրավերն ընդունելու համար եւ մայիսի 1-ի կապակցությամբ աշխատավորի օրը նաեւ ձեր օրը շնորհավոր։ Եվ այսպես պիտի հասկանանք, պարոն Սարգսյան, Հայաստանում աշխատողը արդյոք պաշտպանված է, թե թողնված է գործատուի, այսպես ձևակերպեմ, քմահաճույքին։ Ոչ, քմահաճույքին չի թողնված, գոյություն ունի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալի երկու կողմին էլ իրար հարաբերությունը կարգավորել, հա, համաձայնեցնել։ Դա աշխատանքային ուզգիքն է։ Քմահաճույք չկա, կա ցանկություն, կա կամք, նաև կարևոր է կամքն էլ լինի երկու կողմի մոտ էլ։ Ինչ եմ ասում, որովհետև բոլոր հնարավոր շեմերը ու կանոնները սահմանված են։ Ուրիշ հարց է, որ կողմը պահում է կամ չի պահում կամ ինչ պատճառով չի պահում։ Դա արդեն առանձին գործիքակազմ այդ խնդիրն է լուծելու, թե առողջապահության աշխատանքի տեսության մասին ենք խոսում, թե դատական ինստիտուտների միջոցով, թե արմիությունների միջոցով։ Երեքի վերլուծությունն էլ, եթե տարիների ընթացքում վերցնենք, վերջինով փորձենք ամփոփել, թե դատարանների, թե արմիությունների եւ թե նաեւ առողջապահության տեսչական մարմնի տվյալներով, ինչպիսին է վիճակագրությունը։ Դատական վեճերի քանակով, եթե չեմ սխալվում, աճ կա դատարան դիմելու, դա մշակույթ է դառնում նաեւ աշխատանքային վեճի հարցի շուրջ, նաև դիմում են դատարաններ, ավելի շատ անում են դեպքերը։ Ինչ վերաբերում տեսչականի մասով, ապա առողջապահության աշխատանքի տեսչությունը 21 թվականից լիարժեք սկսեց իրականացնել իր գործառույթները։ Նախկինում որոշակի սահմանափակումներ ունենք տեսչականի համար։ Եվ ի վերջո հիմա տեսչությունը նաև ավելի շատ դիմումների քանակը հետևեկալ են, քանի որ ինքը նաև առողջապահության հատվածն է ծածկում։ Մեծ մասը դա աշխատանքային հարցերի վերաբերյալ, աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ։ Այսինքն աշխատողները հիմա ավելի իրազեկ են իրենց իրավունքների վերաբերյալ եւ նաեւ դիմում են, որպեսզի վերականգնեն խախտված իրավունքները։ Միանշանակ նաեւ մասնագետների թիվն է շատանում, որոնք զբաղվում են աշխատանքային հարաբերություններով։ Պարոն Սարգսյան, հիմա Հայաստանում զբաղվածների թիվը որքան է, պաշտոնական տվյալներով, ՊԵԿ-ի տվյալներով 700,000-ից ավելի մենք աշխատող քաղաքացիներ ունենք, սրա մեջ իհարկե չի մտնում ստվերում զբաղվածների թիվը։ Այս պայծրությամբ ՊԵԿ-ի տվյալներով 782,100 մարդ է, հա, նախորդ ամսվա տվյալներն են, արդեն նախորդ ամսվա տվյալներն եմ հայտնում։ Կա նաև ստվերում ոչ ֆորմալ զբաղվածություն, որը տարի գնալով նվազում է, տարբեր գործիքակազմերի պատճառով է բնականon նվազում, դա թե գիտակցությունը, թե նաև գործատուի մոտեցումները, թե նաև մոտիվացնող այլ մեխանիզմներ, որ կան։ Քանի տոկոս կլինի մոտավորապես ստվերում զբաղվածների թիվը։ Մոտ 30-ի արդեն։ Դա բավականին շատ է, չէ՞։ Քիչ չի, միանշանակ։ Հնարավոր է եղած գործիքակազմով պայքարել դրա դեմ։ Մենք միշտ սովորենք պայքարի, բայց թե պայքարի խնդիր չէ, առաջին իրազեկումն է, դեպքեր լինում որ չեն իմանում, չեն տեղեկացված չեն իրանց իրավունքների վերաբերյալ, երկրորդ ամենակարևորը նաև մոտիվացնել, որոշ դեպքերում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով մարդիկ ստվերում են մնում։ Օբյեկտիվ սուբյեկտիվի մասին, եթե խոսում ենք օբյեկտիվ կամ որոշ դեպքերում նա կարող սուբյեկտիվ ունենալ, օրինակ անուսալի վարկեր ունենալ, դրա պատճառով կառավարության ծրագիրը նախաձեռնել, որի արդյունքում մարդկանց հնարավորություն է տալու ստվերից դուրս գալ, աշխատել եւ իրանց ամուսալի վարկերը մարել։ Եվ այն պատճառը, որ գոնե մի պատճառներից մեկը խնդիր լուծել։ Մեկ այլ խնդիր դա վերահսկման գործիքակազմի մասին եւ կանխարգելման, գիտեք, որ նախատեսում են դնել աշխատանքային թվային պայմանագրերը, որը նույնպես նպաստում են, հա, ստվերի նվազեցմանը։ Ավելի նաեւ նախ կանխարգելիչ են։ Եթե գնանք նոր մի քիչ առաջ մենք խոսում ենք դատական վեճերի մասին, շատ դեպքերում վեճերը լինում են թե բովանդակության մասին պայմանագրի, թե նաև պայմանագրի մի օրինակը չտրամադրելու, արդեն այդ խնդիրը կկարգավորվի կամ չգրանցելու, այդ ամբողջը նաև թվային պայմանագրի գործիքը կլուծի։ Պարոն Սարգսյան, իսկ ընդհանրապես մեղավորությունը, եթե փորձենք դիտարկել աշխատողի թե գործատուի կողմից է լինում, որ իրենք մնում են ստվերային աշխատողներ, որովհետև դժվար թե չէ որևէ աշխատող ցանկություն ունենա առանց գրանցման աշխատել, առանց աշխատանքային պայմանագրի, հետևաբար նաև առանց իր իրավունքների մասին պայմանագրի աշխատել որևէ գործատուի մոտ, թե նաև երկուստ եք կարելի է գնահատել իրավիճակում եւ նա է մեղավոր եւ նա է մեղավոր։ Ես ավելի շուտ վերջի մոտեցման եմ կողմնակից, որ երկու կողմն էլ իր մեղավորությունը կամ իր պատճառը ունի գտնվելու ստվերում, հա, կամ հարաբերությունը չգրանցելու, չներկայացնելու։ Իրանք տարբեր են, արդեն մեկի մասին խոսացինք։ Իսկ դա սուբյեկտիվ Սուբյեկտիվ պատճառն են բոլոր դեպքերում, ու նաև մշակութային։ Բոլոր դեպքերում այդ մշակույթը կարևոր է, որ գնալով մեր մոտ մի դեպք ամենակարևոր ցուցիչը դա որ փոխվում է։ Դա արդեն հետազոտությունների արդյունքով, որ մենք տեսնում ենք թե մարդկանց մոտեցումները, թե պայմանագրի վերաբերյալ քննարկումները, բովանդակության, դա են ցույց տալու։ Ընդհանրապես Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, եթե տոկոսներով փորձենք դիտարկել, որքան կլինի։
Բարդ հարց եք տալի տոկոսային ասելով սանդղակը ինչ վերցնենք։ Եթե 1-ից 10 ենք վերցնում սանդղակը, կարծում 9-ի կարա լինի։ 1% թողնում եմ պարագայում, գիտեք, օրենքը հնարավորություն տալիս է, ուրիշ բանը թե դու որքանով ես հետամուտ քո իրավունքների պաշտպանության, որքանով ես պատրաստ պայքարել կամ պահանջ ներկայացնել կամ քննարկել քո գործատու հետ քո իրավունքների վերաբերյալ։ Բոլոր դեպքերում դա կարևորագույն մշակույթն է, որը կարծում գնալով եւ սերնդափոխությունը տեղ ունենում, համապատասխանաբար արդեն նոր մշակույթ է մտնում։ Այսինքն մենք չենք կարող ուղիղ ասել, որ ունենք համակարգային խնդիր կամ ունենք վատ օրենքներ եւ դրա պատճառով աշխատողների իրավունքները հաճախ խախտվում են, այլ կարող ենք նաեւ արձանագրել, որ նույն այդ անձինք աշխատողները ունեն իրազեկվածության ցածր մակարդակ եւ նաեւ դրա պատճառով են խախտվում նրանց իրավունքները կամ օրինակ հետագայում վախեր, որ իրենց իրավունքները չեն կարող պաշտպանել։ Մի կարևոր բան կուզենայի անդրադառնանք օրենքների, մենք ունենք օրենսդրություն, փորձ բարբերաբար անդրադառնում ենք, փորձում ենք լավարկել իրավիճակից ելնելով, նաեւ միջազգային փորձ ուսումնասիրել, բայց կան նաեւ միջազգային նորմեր։ Կարգավորումն այնպեսին, եթե միջազգային նորմերը, որ կարելի ասել ամենալավագույնն են համարվում, եթե ազգային օրենսդրությունը ակասության մեջ է մտնում, ապա նույն դատական վեճի ժամանակ գերական միջազգային այո, դրա պատճառով անկատարելության մասին խոսքը չի գնում։ Տեխնիկական խնդիրներ կան, զարգացման կարիքը բնականաբար միշտ կա ու դա այս պատճառով բարբերաբար քննարկումների առարկա է դառնում եւ բարբերաբար վերանայման կարիք է լինում աշխատանքային գիրքը բոլոր դեպքերում, բայց դա մշակույթային է, ցանկությունն է, իրազեկվածությունը։ Դրա ուղղությամբ բնականաբար քայլեր ձեռնարկում են։ Նույն այսօրվա քննարկումը, նույն այլ հարթակներում եւ նաեւ սոցիալական ցանցերի միջոցով այդ իրազեկման մակարդակը գնալով փոփոխվում է։ Պարոն Սարգսյան, իսկ որ իրավունքներն են հիմնականում, որ Հայաստանում, հայաստանյան աշխատաշուկայում խախտված են աշխատողների։ Նախ ամենակարևոր սկզբից սկսենք աշխատանքային հարաբերության, աշխատանքային պայմանագրի առկայության, բովանդակության, երկրորդ օրինակի տրամադրելու։ Դա այդ մեկից սկսենք։ Աշխատանքի ընդունվելուց դեպքեր կարող են լինել խտրականության կամ նշանակելու հասկանում գործի անցնելու համար։ Հաջորդի խնդիրը դա ընթացքում դա արձակուրդայինի վերաբերյալ կարող է վեճեր լինի։ Դա կարող է լինի վերջին հաշվարկի վերաբերյալ, աշխատանքից ազատման հիմքերի վերաբերյալ։ Այդ ես ձեզ թվարկեցի այն հիմնական խնդիրն է, որոնք քաղաքացի հիմնական դիմում են դատարաններ կամ վիճարկում են կամ դիմում են տեսչություն։ Եկեք դետալացնենք աշխատանքային պայմանագրին անդրադառնանք։ Ինչն է պատճառը, որ շատ հաճախ այդ պայմանագրերը աշխատանքային չեն կնքվում կամ այնպես են կնքվում, որ բովանդակության մեջ աշխատողի պարտականությունները գուցե ավելի շատ են լինում, քան իրավունքները։ Եվ արդյոք կա մեկ ստանդարտ բովանդակություն, որը բոլոր աշխատողների պարագայում պիտի լինի։ Կարևոր հարց է։ Ստանդարտ բովանդակություն թե ինչ կետեր պետք է պարունակի նվազագույն պայմաններ, դա արդեն սահմանված են։ Երբ որ ներդնում ենք, արդեն սկսել ենք ներդնել թվային աշխատանքային պայմանները, որտեղ արդեն ստանդարտը ոչ միայն օրենքում կլինեն, այլ թվային ֆորմայում։ Դա նվազագույն պայմաններ բոլոր դեպքերում արկա նվազագույն պայմանները արտացոլվել են արդեն թվային տիրույթում, որտեղ հստակ ֆիքսվելու են աշխատանքային ռեժիմ, աշխատանքի սկիզբ, ավարտ, արձակուրդի վերաբերյալ տեղեկատվություն, աշխատավարձի չափի վերաբերյալ, որը ներառում է հարկեր, այդ նվազագույն ամբողջ թվարկեցի եւ մի շարք այլ կետեր, դա նվազագույնը պետք է լինի։ Դրանից հաջորդիվ արդեն կարող են հավելյալ պայմաններ լինեն, որոնք չեն հակասում այս գործող օրենսդրությանը։ Չգիտեմ, հավելյալ կանոնադրությունը եւ այլն։ Ներքին կանոնակարգը ինքը չի կարող հակասի գործող օրենսդրությանը, որը ինքը մենակ բարելավող, հստակեցնող ֆունկցիա ունի։ Որն է պատճառաբանությունը ըստ ձեր դիտարկման, որ օրինակ աշխատող եւ գործատու հարաբերություններում այդ պայմանագիրը չի կնքվում։ Եվ իմիջիայլոց դեպքերը շատ են նմանատիպ։ Շատ առանց պայմանագրի աշխատողների դեպքեր բացահայտում են հիմնականում, կա դեպքեր, որ բացահայտում են ու ըստ էության մենք փորձում ենք ոչ թե բացահայտման մեխանիզմի միջոցով կարգավորել հարցը, նույն թվային պայմանագրի ինչ է միշտ թվարկում, ինքը կանխարգելիչ ֆունկցիա ունի, կանխարգելիչ, որտեղ շարժվում ենք այն սկզբունքով, մարդիկ կարող է չիմանան երկու կողմն էլ ծանոթ չլինեն։ Նույնիսկ գործատուն։ Դա այս պատճառով ինքը բոլորը հնարավորություն կունենան նվազագույն պայմաններին հստակ կանոնակարգին ծանոթ լինելու։ Այլ շեղում արկա օրենսդրություն չեն կարող ունենալ։ Այդ սկզբունքից մենք շարժվում ենք։ Բոլոր դեպքերում մարդը անմեղ է, միջև որ իր մեղավորություն չի հաստատվել։ Դե այստեղ մի այսպիսի մշակութային գուցե տրամաբանության ներքո դա դիտարկենք, այն որ աշխատողը շատ դեպքերում չի գնա պայմանագրի պահանջի հետևից, եթե գործատուն դա ինքը չի առաջարկում, այն մտավախությամբ, որ իրեն օրինակ աշխատանքից չազատեն։
Որովհետև կարող են նաև նման դեպքեր լինել, երբ հարաբերությունները կառուցվում են եւ գործատուի կողմից չի առաջարկվում այդ պայմանագիրը, աշխատողն էլ որպեսզի աշխատանք ստանա կամ եղածը չկորցնի, ուղղակի չի պնդում, որպեսզի կնքվի այդ աշխատանքային պայմանագիրը։ Հնարավոր է ձեր թվարկածից, բայց կարևոր մի փոփոխություն կա աշխատաշուկայում, մեծ պահանջարկ կա մասնագետների մարդկային ռեսուրսի պահանջարկ կա Հայաստանում, աշխատողի պահանջարկը կա ու բավականին մեծ մրցակցություն կա նույն կազմակերպությունների միջև, միջին որակավորումից մինչև բարձր որակավորում մասնագետ ներգրավելու։ Դա արդեն նաև մշակույթ է փոփոխվել, թե ինչպես են մրցակցում գործատուների միջև լավ մասնագետ ներգրավելու կամ միջին որակավորում ունեցող։ Մեր մոտ լավ դրական փոփոխություն կա աշխատաշուկայում, կրթական ոլորտից սկսենք։ Մեր մոտ նախկինում բոլորը ձգտում են բարձրագույն կրթություն ստանալու։ Դա ինչ որ անհասկանալի մշակույթ էր, որ անպայման պետք է ունենա։ Բոլոր բուհավարտան։ Բոլորը պետք է բուհավարտած են, թե դրանից հետո կաշխատի իր մասնագիտությամբ, թե չէ կամ ընդհանրապես պատկերացնում է, որ դաշտ է մտնում։ Հիմա գնալու մշակույթը փոխվում է, միջին մասնագիտականի մեծ պահանջարկ կա եւ անպատասխան դիմողների տիպը գնալու միջին մասնագիտական ավելի շատ են դիմում եւ ավելին միշտ կար սուբյեկտիվ ընկալում, որ աշխատավարձների կողմնորոշում բարձրագույն կրթություն ստացող ավելի շատ կարող աշխատավարձան կամ միջին մասնագիտական, այդպես չէ։ Կան միջին մասնագիտական մասնագիտություններ, հա, որակավորում են, որոնք ավելի շատ եկամտաբեր են ու շատ պահանջված են նաև։ Դա աշխատաշուկայի միտումները նաև իրանք էլ են դերակատարում ունեցնում աշխատանքային հարաբերությունների բովանդակության փոփոխության։ Ու երկու կողմն էլ ձգտում են նորմալ լավ պայմաններ կամ աշխատողի պարագայում պատշաճ իր պարտավորություններ կատարելու, իսկ գործատուի համար էլ նաև ամեն ինչ փորձում անել, որ պայմաններ ապահով աշխատողը իր մոտ աշխատի, այլ ոչ թե մրցակցի մոտ։ Եվ մի կարևոր պայման, եթե նախկինում մենք աշխատաշուկան սահմանափակում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններում, ապա արդեն այդպես չէ։ Բոլոր դեպքերում ունենք մարդիկ, որոնք հեռավար են աշխատում այլ երկրներում կամ գնում վերադառնում են, իսկ այդ ճկունությունը դարձել է այն հիմնական պայմանից, որոնք նույնպես ազդում են աշխատաշուկայի վրա եւ աշխատանքային հարաբերության որակի վրա դրականորեն։ Մենք խոսեցինք հիմնական խնդիրներից նաև նրանց վերաբերյալ, որը վերաբերում է հիմնականում վերջնահաշվարկին, էլի երբեմն բողոքներ են լինում, որ այսինչ կամ այնինչ գործատում վերջնահաշվարկ չի կատարել աշխատողի հետ աշխատանքից ազատելուց հետո կամ պատշաճ ժամկետում դա չի կատարել։ Եվ նաև ամենամյա արձակուրդի հետ կապված, այստեղ ինչ խնդիրներ կան եւ այստեղ այդ խնդիրների հիմքերը որոնք են։ Հիմա կասեք էլի իրազեկվածության պակասի մասին է խոսքը։ Տարբեր իրականում ստե արդեն մի փոքր այլ խնդիր է։ Մենք 2023-ին փոփոխություն կատարեցինք համապատասխան երկու կողմի համար հստակ սահման խաղի կանոններ հստակեցրեցինք։ Ամենամյա արձակուրդի մասին։ Երբ կարող է տրամադրվել եւ եթե ամենամյա արձակուրդը ոնց է տրամադրվում, ես որպես աշխատող դիմում եմ գործատուին, ասում խնդրում եմ այս ժամանակահատվածում իմ հասանել արձակուրդը խնդրում եմ տրամադրի։ Բայց միշտ չէ որ աշխատողները դիմում են, որ համարվելով որ ավելի լավ է աշխատի, շատ գումար վաստակի եւ համապատասխան արձակուրդի վրա ժամանակ չծախսի։ Եվ դրա համար չեն դիմում եւ այդ պատճառով նաեւ գործատուներն են խնդիր ունում, նաեւ վերջնահաշվարկի ժամանակ եւ այլ խնդիրներ, հա։ Դրա պատճառով մենք գործատուին հնարավորություն ենք տվել, որ եթե X ժամանակահատվածում աշխատողը դիմում չի ներկայացնում, գործատու դու ինքնական որոշում ես երբեք նա գնալու արձակուրդի։ Արձակուրդը ինքնանպատակ չի, արձակուրդը դրական էֆեկտ ունի նաեւ մարդու համար։ Արձակուրդի նպատակը մարդու վերականգնվելն է։ Բայց երկարաժամկետ իմաստով մենք հետագամ, եթե մարդը շատ չի գնում կամ հաճախ չի գնում արձակուրդ, հետագամ առողջական խնդիրներ ունեն։ Առողջական խնդիրները արդեն այլ հետևանքներ ունենում եւ անպատասխան տրամաբանական կարգավորել կանխարգել ի սկզբանե։ Նաեւ այդ մշակույթը հանգստանալու մշակույթի խնդիրն էլ կա, որը մեր մոտ քիչ տարածված էր, բայց գնալ փոփոխվում է այդտեղ։ Պարոն Սարգսյան, իսկ այսինքն եթե աշխատողը չի դիմում ամենամյա արձակուրդ վերցնելու համար եւ արդեն ըստ օրենքի գործատուն է պարտավորվում իր նախընտրած ժամանակահատվածով տվյալ աշխատողին ուղարկել արձակուրդ։ Իսկ եթե ամեն դեպքում այդ տարվա կտրվածքով տվյալ աշխատողին չի հասնում այդ արձակուրդը տարբեր պատճառներով, աշխատողը չի ուզել գործատուն դիցուկ չի մտածել, չի հասցրել կամ դա ինչ է անում, զրոյանում է թե տեղափոխվում է հաջորդ։ Ինքը տեղափոխվում է։ Բոլոր դեպքերում 18 ամիս կարելի ասել 18 ամսվա ընթացքում իր արձակուրդը չի տրամադրում, 18-րդ ամսից հետո արդեն պարտավոր է տրամադրել։ Ստե զրոյանալու մասին չի երբեք չի կարող խոսքը գնալ, չել գնալու, որովհետեւ կարգավորում չկա, ավելին դա այն իրավունքն է, որ ինքը պահպանվում է, ժամկետ չկա դա։ Բայց հակառակ պարագայում, եթե ամենամյա արձակուրդը չի տրվում աշխատողին, դա իրավական որևէ հետևանք է առաջացնում գործատուի համար։ Այո, միանշանակ գործատուի համար իրավական հետևանք է, դրա համար գործատուին տվել են գործիքը, որ նա կարողանա
պետք է խնդիրը լուծի, այլ ոչ թե միայն պարտավորություն դնել, այսինքն պատժամիջոց դնել գործատուի վրա եւ գործիք չտալ, բնական է դեպքում գործատուն շատ խոցելի վիճակում կարող է հայտնվել։ Իսկ շատ են դեպքերը, երբ վերջնահաշվարկի հետ կապված հարցերով աշխատողները դիմել են դատարաններ կամ արհմիություններ կամ առողջապահության տեսչական մարմիններ։ Կան, այո, կան դեպքեր ու թվականակա ցավոքսատի մի փոքր կդժվարանամ հենց հիմա հնչեցնել, հա։ Ընդհանուր առմամբ եթե գնահատենք։ Եթե տոկոսային հարաբերությունով գնանք, մոտ 20%, 30%-ը վերաբերում են վերջնահաշվարկի վերաբերյալ, հա, հարցերը քննարկվող։ Ու համապատասխանաբար նույն արմիությունների, նույն տեսչականին, բայց զուգահեռաբար հիմա կուզենամ նաև կարևոր մի խնդիր հարցի շուրջ խոսել, կան վեճեր, որոնք թուրըմբռնման կամ մինչև դատարան կարող են լուծվել, ու այդ իսկ պատճառով արդեն այս տարվա վերջ կարծում կունենանք արդեն նոր ինստիտուտ կարգավորումներ, դա աշխատանքային վեճերի արտադատական ինստիտուտը, որը հնարավորություն է տալի առանց որևէ գումար ծախսելու կարգավորել, մինչև դատարան հասնելը փորձել կարգավորել խնդիրը։ Դա երկու կողմն է կշային, եւ գործատուն եւ աշխատողը ժամանակ կշային առաջերտին, գումար կշային ու հավանական է, շատ հավանական է, որ իրենց հարաբերությունները չեն վատթարանա, չեն ավարտվի։ Հնարավոր է նաեւ լուծվեն։ Իսկ կարգավորվի վեճը եւ մարդը շարունակի իր աշխատող գործատու հարաբերությունը շարունակվեն, որտեղ ըստ պրակտիկայի հիմնականում եթե որ վեճը հասնում է դատարանի մակարդակ, դրանց այդ դատարանի վճռից հետո աշխատանքային հարաբերության շատ 99%-ով չեն շարունակվում։ Իսկ դա երկու կողմի էլ կարծում բացասական է։ Իսկ ձեր ասած այդ արտադատարանային տարբերակը որևէ ինստիտուտ է լինելու, որևէ կառույց է լինելու, ինչ մեխանիզմ է դա։ Ինքը լինելու է ինստիտուտ, այս պայմանությամբ իր բովանդակության մասին եւ կառուցվածքի մասին քննարկումներ են ընթանում։ Կարծում եմ մի քանի ամսից ավելի նախագիծը կդրվի շրջանառության ու հանրությունը կծանոթանա այդ կառույցը, դա ամբողջ աշխարհի փորձն է։ Բոլոր երկրներում նույն կառույցներ կան, որևէ, չգիտեմ, Ֆրանսիայում կա իր մոդելը, Լիտվայում իր մոդելը կա, սկանդինավյան երկրներում կա, Գերմանիայում իր մոդելը կա, տարբեր երկրներում կա, այդ ինստիտուտը ինքը բավական միայն դրական էֆեկտ է ունենում եւ ավելին օրինակ Լիտվայի օրինակը ցես բերեմ, արտադատական ինստիտուտի դիմողներից 94%-ը էլ դատարան չի դիմում։ Աշխատանքային վեճը չի տեղափոխում դատական մակարդակի, ամբողջ վեճը լուծում է այդ մակարդակում։ Երկու կողմն շահում են միանշանակ։ Դե լավագույն դեպքն էլ կարող է լինել այն, որ աշխատող գործատու հարաբերություններում են կարգավորվում եղած խնդիրները, սա արդեն ավելի լավ տարբերակ է։ Աշխատաշուկայում խտրականությանը կանք կանանց եւ տղամարդկանց դերերի վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Կարևոր հարց եք բարձրացնում, այդ խնդիրը կա մեր մոտ աշխատաշուկայում ներգրավվածության մակարդակի մասով, հա անդրադառնամ, այսինքն աշխատաշուկայում որքան այդ ակտիվությունն են, ցավոքսատի ավելի քիչ են կամ տղամարդի տարբեր պատճառներով։ Հետագայում նաև դա առաջացնում է, այսպես կոչված, աշխատավարձի գեփերի չափի վերաբերյալ ռազմավարությունը, որ 2024-ի դեկտեմբերին ընդունեցինք, զբաղվածության ռազմավարությունը, ըստ էության առանձին դա այս պատճառով թիրախային խումբ վերցեցինք 30-ից 40 տարեկան խմբի կանայք։ Ինչն է պատճառը, մինչև 30 տարեկան բարձր որևէ ավարտելուց հետո ուսումնական հաստատություն ավարտելուց հետո երեխայի խնամքով զբաղվելուց հետո մոտ 30 տարեկանում արդեն վերադառնում են աշխատաշուկա։ Այն գիտելիքները, որ իրանք ստացել են նախկինում, հիմնականում արդեն կարիք են ունեն նոր գիտելիքներ կամ զրոյից անցնելու կամ վերապատրաստվելու եւ նաեւ այդ սոցիալական կապիտալը չեն հասցնում կուտակել եւ համապատասխան աշխատաշուկան վերադառնալուց իրանք ավելի ցածր վարձատրվող աշխատավարձ են կարողանում ստանալ եւ հետագա մենք ունենում ենք gender pay gap հասկացությունը, որը վերում է խնդրին։ Դա այս պատճառով ռազմավարության մեջ մենք առանձին հենց թիրախային խումբ եւ առանձին իր միջոցառն ու կարեւոր կուզենայի շեշտել, ստե խոսքը գնում է ռազմավարության ոչ միայն աշխատող կանանց օգնել աշխատաշուկա գալ որպես աշխատող, նաեւ օգնել կանանց գալ նաեւ որպես գործատու, որտեվ ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալի, որ կանանց կանայք բավական ավելի հաջողակ են բիզնեսում կամ տղամարդիկ։ Սերով պայմանավորված եւս ունենք խտրականություն, աշխատավարձի մասով ոնց հասկանում ենք կան։ Այսինքն կանայք միգուցե որոշ տեղերում ինքը տնտեսական գործոն է, հա, ավելի շուտ ոչ թե մշակութային։ Այսինքն աշխատավարձի վճարման չափը դա տնտեսական գործոն է, այսինքն մարդը ցածր մրցունակություն ունի եւ համապատասխանաբար ինքը չի կարող դիմել ավելի բարձր վարձատրողիկ։
Կան նաև որոշ ոլորտներ, հա։ Այդ մասով եմ ասում, այսինքն սերով պայմանավորված կարող է հենց այդ ձեր մրցունակությունը որոշվել, այսինքն եթե գործատուն դիտարկում է, որ այս անձը կին է, այո, իրեն կարող են ավելի քիչ աշխատավարձ տալ, եթե այդ նույն գործարար տղամարդը դիցուկ իրեն ավելի շատ աշխատավարձ կտային։ Կա նմանատիպ վիճակագրություն, այսինքն այս մասով իրավունքների խախտում չկա կանանց եւ տղամարդկանց։ Հանդեպս ես չեմ նկատում որևէ նման ուսումնասիրություն հիմնավոր չեմ տեսել, որ դրա հետ է կապված խնդիրը ավելին գործատուների համար էական չէ կին թե տղամարդ, կարևորը որակյալ մասնագետ։ Ինքը առաջնորդում է դրանով նոր հաջորդիվ կարող է 1% կամ 2% գործատունի մոտ լինի ձեր ասած, այսինքն բացասական սցենարով, հա, հարաբերության, բայց շատ քիչ են։ Բոլոր դեպքում կային բիզնեսների մոտ նման մոտեցում գոյություն չունի, իրանց համար կարևորը իրանց աշխատանքը։ Պարոն Սարգսյան, շատ կարևոր է նաև հասկանալ, դիտարկել հաշմանդամության կարգ ունեցող աշխատողների աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ դեպքերը։ Ինչ վիճակագրություն ունեք դուք, ինչպիսին է նրանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։ Բոլոր դեպքերում օրենսդրությունը ունի առանձնատուփ կարգավորումներ, որոնք խոցելի խմբերի ներկայացուցիչն այս պարագայում որոշակի աշխատունակության սահմանափակումներ ունեցող անձանց համար ավելի լավարկող պայմաններ է ստեղծում պաշտպանության մեխանիզմների եւ օրինակ ազատումների պարագայում մոտեցումների հիմնականում ինտեգրվելու խնդիրներ ունեն հաշմանդամությունը բավական մեծ խնդիր ունեն այս պայմանությամբ։ Բայց դա ինչով պայմանավորված է օրենքների թերակատարության գործատուների վերաբերմունքի նույն այդ խոցելի խմբերի իրենք որ չեն կարողանում ավելի լիարժեք ներգրավել աշխատաշուկայում նման խնդիրների։ Շատ դժվար է մի գործոն հանել։ Իրականում ինքը բազմագործոն խնդիր է։ Բազմագործոն, որտեղ կա դեր թվարկածը բոլորեն կարող լինեն։ Կարող լինի եւ կրթական ցենզի, կրթության դիմելու հնարավորության սահմանափակումները այս կամ այն մշակութային, կա նաեւ հոգեբանական ֆակտոր կարող ունենալ, այդ ամբողջ ֆակտորն, բայց բոլոր դեպքերում քայլեր կա, որ իրականացում են մարդկանց օգնել ավելի լիարժեք ներգրաված կան ամբողջ կյանքում։ Եվ ամփոփենք զրույցը մի կարևոր հարց, ամիսներ առաջ դեռևս թեման քննարկվում էր տարբեր լրատվական հարթակներում, խոսքը վերաբերում է ձեր նախարարության կողմից արված առաջարկությանը, որ 8 ժամի աշխատանքային գրաֆիկը կրճատվի եւ դառնա 7 ժամ։ Քննադատություն կար այն մասով, որ դե օրինակ հիշեք, երբ նախատոնական կամ ամանորի այդ ոչ աշխատանքային օրերը կրճատում էին, այն ժամանակ պատճառաբանում էին, որ մենք մեզ չենք կարող թույլ տալ օրինակ 1 շաբաթ կամ ավելի հանգստանալ։ Հիմա ասում են, եթե առաջարկում եք կրճատել 8 ժամը դարձնել 7 ժամ, արդյոք դա մենք մեզ կարող ենք թույլ տալ թե ոչ։ Ինչ հիմնավորմամբ ու պատճառաբանությամբ է նախարարությունը առաջ բերել այս նախագիծը։ Շատ լավ։ Արձակուրդային տոնական օրերը եւ աշխատաժամանակի կրճատումը 1 ժամով դրանք տարբեր հասկացություններ են։ Եվ մի բանը մի քանի օր չաշխատելը, մի բանը 1 ժամ պակաս աշխատելը, արդյունքում ավելի արդյունավետ աշխատել։ Դրանք տարբեր տրամաբանություն են ու տարբեր հիմնավորումներ են ու տարբեր խնդիրներ լուծող նախագծեր են։ Այս պարագայում մենք առաջնորդվել ենք գաղափարը քննարկման առարկա դարձնելուց առաջ ուսումնասիրում ամբողջ աշխարհի փորձը, թե ինչպիսի մեխանիզմներ կան, որոնք մարդու կյանքի որակի ազդում են, աշխատող մարդու կյանքի որակին, եւ նաեւ փորձը ամբողջ մոտ 70-ականներից այս մոդելի պիլոտները տարբեր երկրներում իրականացում են, դա արդեն վերածվել են մշտական, արդեն մշակույթի են վերածվել, իրավական ակտերի են վերածվել, հա, տարբեր զարգացած երկրներ ցույց են տալի, որ 7 ժամի նվազման պարագայում մենք բալանսավորում ենք մի քանի կարևոր ֆակտորներ, դա անձնական կյանք եւ աշխատանք հարաբերակցությունը, մարդուն հնարավորություն տալի մի փոքր շատ ավելի հանգստանալ, ազատ ժամանակ ունենալ, ամենակարևորը թե որ ուղղությամբ նա կշարժի, բնական իր որոշելիքն է։ Բայց այդ մի ժամ շարժելու շնորհիվ մարդիկ ուսումնասիրություններ կա տարբեր երկրներում, որ ավելի շատ արդյունավետ են աշխատում, ավելի քիչ աշխատաժամանակով, քիչ ժամանակով, հա։ Ստե կարևոր այն է, որ նախագիծը առաջ բերելուց մենք նաև ուզում ենք քննարկման առարկա դառնալ ժամի նկատմամբ վերաբերմունքի։ Բոլոր դեպքերում այս պայծությամբ նախագիծը ներքին քննարկումների փուլում է գտնվում։ Բայց ժամի նկատմամբ վերաբերմունք ասելով ինչ վերաբերմունք ասել, թե մենք ինչպես ենք գնահատում մեր աշխատաժամ, մեր ժամանակը յուրաքանչյուրս։ Մենք այդ նախագծով հարցը բարձրացնում ենք ավելի շուտ աշխատանքի ժամանակի հատվածում։ Այդ ժամանակահատվածը ինչպես են գնահատում մեր աշխատաժամանակը, ընդհանրապես մեր աշխատաժամանակ եւ եկամուտ։ Որքանով ենք մենք աշխատում 1 ժամվա մեջ եւ որքան կարող ենք աշխատել եւ որքան կարող ենք եկամուտ ստանալ եւ որքան բաց ենք թողնում։ Բայց բոլոր դեպքերում դա այն
դեռ քննարկումներ անում։ Ներքին քննարկում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցակիցս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն էր։ Կհանդիպենք։